Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անցած հինգշաբթի կայացած արտահերթ վարչության նիստը, որտեղ փակ քվեարկությամբ, իսկ ըստ իշխանական շրջանակների փաստացի Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմամբ քվեարկվեց իշխող ուժի ազգային ժողովի նախագահի թեկնածուն, անցել է լարված մթնոլորտում։ Ժողովուրդ օրաթերթի ՔՊ վարչության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ նիստի ընթացքում, երբ ամփոփվել են քվեարկության արդյունքները եւ պարզ է դարձել, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն, իսկ առավել մեծ աջակցություն է վայելել Ռուբեն Ռուբինյանը, սրահում իրավիճակը բավականին լարվել է։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը, այժմ ՔՊ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանը, տեղեկանալով քվեարկության արդյունքների մասին, անմիջապես եւ ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից, չթաքցնելով իր դժգոհությունը։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր աղբյուրների, Ալեն Սիմոնյանն է դուրս եկել դիմել իր թիկնազորի աշխատակիցներին, հարցնելով. «Նայեք, լրագրողներ չլինեն, դուրս գանք»։ Աղբյուրների փոխանցմամբ այդ քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության բացահայտ ցուցադրում Ռուբեն Ռուբինյանի օգտին կայացված որոշումից։ ՔՊ-ական մեր աղբյուրների խոսքով, այս պահվածքը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել։ Ավելին, վարչության մի շարք անդամներ քննադատել են հատկապես Հասմիկ Հակոբյանի վարքագիծը, նշելով, որ անկախ անձնական համակրանքներից կամ քաղաքական նախընտրություններից իշխող ուժի падգամավորից սպասվում էր առավել զուսպ եւ հավասարակշռված կեցվածք, հատկապես այն պայմաններում, երբ որոշումը ընդունվել էր կուսակցության ներսում, վարչապետի ներկայությամբ եւ նա եղել է նստած դահլիճում։ Ժողովուրդ օրաթերթը փորձեց Հասմիկ Հակոբյանից մեկնաբանություններ ստանալ հարցի շուրջ, թե ինչու է դեմոնստրատիվ լքել դահլիճը։ Մեկնաբանելու կարիք չկա, հիմարություն է, մեր բոլոր ընտրություններն էլ անակնկալ են լինում, որովհետև նախապես չեն գծում ընտրության արդյունքը, ասաց падգամավորը։ Այս արձագանքից հետո Ժողովուրդ օրաթերթը եւս մեկ անգամ ՔՊ-ական իր աղբյուրներից փորձեց պարզել, իսկապես նման բան եղել է։ Վերստին հաստատվեցին ժողովրդի տեղեկությունները, որ այո, եղել է։ Ավելին, Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի հետ նույն մեքենայով է հեռացել գրասենյակից։